Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Արամ Զավենի Սարգսյանը իր հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ռուսաստանին կապող մեզ Ռուսաստանին կապող վերջին օղակն է եւ այդ օղակը պետք է քանդել։ Այսինքն խնդիրը ոչ թե կաթողիկոսն է, ոչ թե քահանաներն են կամ առանձին եպիսկոպոսներ, այլ հենց եկեղեցին։ Կարող ենք ասել, որ ինչ որ առումով պատահաբար կամ միտումնավոր միգուցե Արամ Սարգսյանը խոստովանեց եկեղեցու դեմ պայքարի իրական նպատակի մասին։ Գիտեք, ես կարծում եմ ցանկացած process-ի մեջ յուրաքանչյուրը իր շահն է փնտրում, եւ քանի որ Արամ Սարգսյանը կոշտ դիրքավորված է հակառուսական ռետորաբանության մեջ, այս process-ի մեջ նա հակառուսականությունն է ֆիքսում։ Դրանով առանց նայելու, թե ինչ է ասել օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ ինքը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի դեմ է, ես կարծում եմ այդպես է ցանկացած process-ում, այդպես է ցանկացած ուժերի մոտ, լինեն դա ներքին քաղաքական, լինեն դա աշխարհաքաղաքական, ցանկացածը իր շահն է հետապնդում։ Բայց տվյալ դեպքում խոսքը գնում է հայ ազգային առաքելական եկեղեցու մասին, որը մեզ համար նաև ինչ որ առումով պետականության դեր է կատարել, երբ որ մենք այդ պետականությունը չենք ունեցել հայապահպանության։ Ցավոք սրտի մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ թեև քաղաքականությունը ասում են միշտ անբարոյականություն է եղել, բայց անգամ այդ անբարոյականությունը ինչ որ սահմաններ ունեցել է։ Ասում եմ ցավոք սրտի մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ չկա որևէ սահման, տրորված են բոլոր կարմիր գծերը եւ տրորվում են հանուն նպատակին հասնելու։ Տեխնոլոգիաների առումով կուզենայի անդրադառնայինք նաև վեհափառի կեցվածքին։ Ընդդիմության մի շերտ ասում է, որ վեհափառը պետք է իր խոսքն ասի եւ կոչով հանդես գա։ Կոչ անի իրեն պաշտպանել կամ որևէ գնահատական տա եւ այլն եւ այլն։ Պարոն Քոչարյան, տեխնոլոգիաների կիրառման առումով ինչպես է գնահատում վեհափառի դիրքորոշումը կամ կեցվածքը ստեղծված իրավիճակում։ Ես կարծում եմ, որ այնինչ անում է հիմա վեհափառը տեխնոլոգիաների առումով ճիշտ է անում։ Այսինքն եթե կոչով հանդես գա, դա հնարավորություն կտա իշխանություններին նոր մանևրերի։ Գիտեք, գոնե առայժմ ես հիմա զուտ էմպիրիկ բանով եմ ասում, հա, գոնե առայժմ փորձը ցույց է տվել, որ այնինչ արել է նոր սադրանքների, նոր բաների առիթ չի ստեղծել։ Այսինքն իշխանությունը այն ինչ որ անում էր, շարունակում է անել, բայց փորձեց նոր սադրանքի գնալ մայրաթոռում, առայժմ չի ստացվել, կստացվի թե չէ, չեմ կարող ասել։ Այսինքն իշխանության նպատակը սադրանք հրահրելն է։ Ես կարծում եմ այո, որովհետև թեև իշխանության տարբեր քարոզիչներ ասում են, որ եկեղեցին քաղաքականացված է եւ այլն, բայց ամենաշատը իրենք են քաղաքականացնում, իրենք են կոչանում գնալ մայրաթոռ, իրենք են փորձում նման սադրանքով, հասկանալի է, չէ, որ երբ դու կոչ ես անում կամ թեկուզ արդեն ոչ թե քո դեմքով, այլ այն հայտնի եպիսկոպոսների դեմքով, ենթադրվում է, որ լինելու են հավատացյալներ, որոնք գալու են պաշտպանեն։ Լինելու են ուժեր, այդ թվում քաղաքական, որոնք փորձելու են պաշտպանել։ Եվ հենց այդտեղ շատ հարմար կլինի սադրել եւ հիմա արդեն մոդայիկ դարձած Հայաստանում մոդայիկ դարձած բոլորին կալանավորել։ Ինչ որ բախումների եթե լինեն, բախումների արդյունքում միանգամից հեշտ լուծել միանգամից մի քանի կամ մի քանի տասնյակ քաղաքական գործչի, ինչու՞ չէ նաև եկեղեցական հոգևոր գործիչների հարցերը։ Իսկ ընդդիմությունը կամ եկեղեցուն պաշտպանելու գնացած պարզապես հավատավոր մարդիկ միշտ կկարողանան խուսափել այդ սադրանքներից կամ նույն հոգևորականները, թե ինչ որտեղ նյարդերը տեղի են տալու ու հենց այդ հաշվարկով է Փաշինյանը առաջ շարժվում։ Գիտեք, դժվար է ասել, որովհետև խնդիրը միայն նյարդերը չեն, խնդիրը նա է, որ կարող են ոչ միայն արդեն կոչերով սադրել, այլ նաև գործողություններով ու հետո ասեն, որ սկսեցին նրանք։ Մենք ամեն ինչ տեսել ենք արդեն։
եւ ամեն ինչի ունակ է, այս իշխանությունը։ Դեկտեմբերի 28-ին ինչպես մամուլն է գրում, կարծում եք Նիկոլ Փաշինյանը իսկապես ինքը կառաջնորդի դեպի մայրաթոռ, այս անգամ ասպատակությունը։ Գիտեք, ես վստահ չեմ, բայց չեմ էլ բացառում։ Նորից եմ կրկնում, մենք ամեն ինչ տեսել ենք արդեն։ Եվ բացառել որևէ բան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ գնալը որքանով է կարևոր լինելու այդ օրը տեղի ունենալիք գործողությունների տեսանկյունից։ Դե տեսեք, ամեն դեպքում, եթե ինքն է գնում, ենթադրվում է, որ այնտեղ ամբողջ տարածքը, հա, շրջապատված է լինելու ուժայիններով, այսինքն այդ տարածքում այլևս ոչ ոք չի կարող լինել բացի իրենից։ Նաև եկեղեցու պաշտպաններն ու հավատավոր մարդիկ։ Չէ, եկեղեցու պաշտպաններն ու հավատավոր մարդիկ չեն կարող մտնել, որովհետև եթե ինքը լինի, գոնե ամբողջ մուտքը կսահմանափակի։ Իհարկե կսահմանափակվի։ Բայց մի հետաքրքիր բան երեք ես տեսա Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալն էր, հետաքրքիր գրառում արել եւ կոչով հանդես եկել, իդեպ սաստող կոչով Հայաստանի իշխանությունների։ Ես չգիտեմ տեսել եք թե չէ, նման բան է եղել, ես դրա համար չգիտեմ, հա, ինչքանով կգնա թե չէ կամ ինչպես կգնա, որովհետև արդեն գիտեք անգամ այն դեպքերում, երբ շատ-շատերը, որոնք թև են տալիս Նիկոլ Փաշինյանին եւ չնկատելու են տալիս շատ գործողություններ, այդ թվում հենց եվրոպական արժեքները տրորող գործողություններ, դա էլ ունի սահման եւ դա էլ ունի չնկատելու եւ նկատելու սահման։ Այսինքն նույնիսկ դրսի ուժերը կամ ուժային կենտրոնները, որոնք շահագրգռված են Հայաստանում որոշակի իրադարձությունների զարգացմամբ, ունեն չհատման գծեր, նույնիսկ մեր հետ կապված։ Իհարկե ունեն։ Բայց փոխարենը իշխանությունները չունեն այդ հատման գծերը։ Մեր իշխանությունները չունեն։ Պարոն Քոչարյան, Էջմիածնի նախկին քաղաքապետի նկատմամբ, ԿՊ-ական Դիանա Գասպարյանի նկատմամբ քրեական գործ կա, նույնիսկ 6-ից 12 տարի ազատազրկում է իրեն սպառնում, եթե դատարանը իհարկե նման որոշում կայացնի, եւ սա տեղի ունենում 2026-ին ընդառաջ։ Ինչ է, հիշել են արդարադատության մասին, ջրերը նույն առվով այլևս չեն հոսում, թե ընտրություններից առաջ որոշակի PR տեխնոլոգիաների հետ գործ ունենք։ Այդտեղ ես կարծում եմ եւ է։ Նախ իհարկե ընտրություններից առաջ տեխնոլոգիա, բայց ես կարծում եմ հիշել են նաև, որ նոյեմբերի 9-ից հետո հիշում եք այդ երկխոսությունը Դիանա Գասպարյանի եւ Սուրեն Պապիկյանի վրեժխնդրության հետ գործ ունենք։ Ես կարծում եմ նման բաները հատկապես այս իշխանությունները եւ առավել եւս Նիկոլ Փաշինյանը երբեք չեն մոռանում։ Հիշաչար է Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ գնահատողը։ Ոչ քրիստոնեական մոտեցում է, եթե այդպես է։ Ինքը հիշաչար չի, այս նման անեկդոտ կար։ Իր հիշողությունն է լավ, ընդամենը։ Կարող ենք ակնկալել, որ 2026-ին ընդառաջ սեփական, հա, կուսակիցների նկատմամբ այսպիսի արդարադատության դրսևորումները ավելի ու ավելի շատ են լինելու, թե հանրությանը հավաստիացնելու համար կարող է մեծ զոհ տալ։ Ես կրկին չեմ պնդում, բայց չեմ էլ բացառում, որովհետև այստեղ նաև ինքը շատ լավ հասկանում է, որ այդտեղ պետք է սահմանը պահի, որովհետև ինչ որ, հա, 1-2 կամ մեծ ինչ որ խոշոր ֆիգուրի կպնելով, այո, կարող է որպես տեխնոլոգիա օգտագործվել, բայց մյուս կողմից, եթե դրանց քանակը շատ լինի, դա կարող է բավականին լուրջ ճաքեր եւ կասկածներ մտցնել հենց թիմի ներսում։ Դրա համար ես չեմ կարծում, որ դրանք կլինեն շատ, բայց չեմ բացառում, որ 1-2, այդ թվում նաև ինչ որ մի խոշոր, հատկապես ասենք հասարակության կողմից, այդ թվում նաև իր կողմնակիցների կողմից չսիրված կերպարներ, որոնց անունը անընդհատ շարքվել է վերջին տարիներին, թե հասարակական ընկալման, թե կոռուպցիայի հետ կապված,
չեմ բացառում, որ կլինեն նման 1-2 դեպքեր։ Իսկ հնարավոր է թիմից առանձնացնեն արհեստականորեն որոշակի մարդկանց եւ փորձեն ընդդիմություն ձևավորել, հա, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կամ դաշտ բերել այսպիսի կեղծ ընդդիմության ներկայացուցիչներից ու ձայների փոշիացման համար։ Դե դա, գիտեք, այդ տեխնոլոգիան ես կարծում եմ միշտ եղել է, կա ու կլինի։ Ցանկացած իշխանություն սպոյլերներ է պահում, հա, ես անուններ չտամ, բայց կարծում եմ շատերը կհիշեն, որ մարդիկ կային, որոնք 5 տարին մեկ էին երևում, միայն նախագահական ընտրություններին գալիս էին, մասնակցում, նորից հետո կորում, սա ընդունված պրակտիկա է, ընդ որում ընդունված դա նենց չի, որ հայերի նոու-հաուն է, նույն անուն ազգանունով կամ նման անվանմամբ քաղաքական ուժեր կամ անհատներ մտցնել դաշտ կամ մտցնել, այսպես ասած, կեղծ ընդդիմություն, որը կարծեք թե քննադատում են, որում բավականին խիստ քննադատում է իշխանությանը, բայց շատ ավելի խիստ քննադատում է ընդդիմությանը։ Այս նման փորձեր միշտ եղել են, ասում եմ, կան եւ կլինեն։ Անդրադառնանք նաև ընդդիմադիր դաշտին, մամուլը գրում է պարբերաբար, որ քաղաքական ուժերը նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է հայտարարել, որ պարբերաբար հանդիպում են, քննարկում են, կոնսուլտացիաներ են անցկացնում հասկանալու համար, թե որ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ կարող են այդ միավորման օրակարգը ստեղծել։ Սակայն մեր ձևով հայտարարեց, որ իրենք առանձին են գնում, մամուլը գրում է, որ հակնել է, պատկերացնում է այնպես, որ միավորումը իր շուրջ պետք է լինի։ Այս ստեղծված իրավիճակում ի վերջո կունենանք։ Թաթոյանն է հայտարարել, որ 3 նախագահները չպետք է մասնակցեն։ Այո, իդեպ մեր ձևովի եւ Թաթոյանի հայտարարությունները փորձագետները 3 համեմատում էին դրանց նմանություններն ու տարբերությունները։ Ես ճիշտն ասած 3 այնպես է ստացվել, որ եթերում եմ եղել Լևոն Զուրաբյանի հետ, նման բան չի ասել։ Դա մամուլն է գրում։ Որովհետև ինքը չէ, մենք զրուցել ենք, եթերում ենք զրուցել, դա կարող եք նայել, ինքը ընդհակառակ կոչ էր անում հնարավորինս լայն համախմբման։ Այսինքն մի կողմ դնել սեփական ամբիցիաները եւ համախմբվել այս իշխանություններին հեռացնել։ Այո, իհարկե ինքն էլ նշեց, որ դա դաշտում բավականին բարդ է, որովհետև այնտեղ կան շատ հարցեր, որը միայն ամբիցիաների հետ չեն կախված, օրինակ եթե դու գնում ես ինչ որ ընտրությունների ոչ քո կուսակցության, ենթադրենք չեն ուզում գնալ դաշինքով, որովհետև այդտեղ շեմը բարձրանում է, այլ գնալ մի կուսակցության, հա, ներքո, այդ դեպքում ինքը ես այդտեղ համաձայն եմ, մյուս կուսակցությունը փաստացի կորցնում է, հա, իր կուսակիցների հատկապես մոտ այն հատվածը, որ փաստացի ստացվում է, որ այդ կուսակցությունը չի մասնակցում։ Զուտ դե յուրե ընտրական process-ին չի մասնակցում։ Իսկ եթե կուսակցությունները չեն մասնակցում ընտրական process-ին, դա կուսակցությունների հիմնական գործառույթն է, հա, որովհետև ցանկացած կուսակցություն ստեղծվում է եւ ամեն ինչ անում է, որպեսզի գա իշխանության եւ լինելով իշխանության ղեկին իրագործի իր ծրագրերը։ Սա է նպատակը ցանկացած քաղաքական ուժի։ Նույն կալասն էլ իր հայտարարությամբ փաստացի հաստատեց, որ Հայաստանում այդ ձևաչափը տեսնում են Մոլդովայի ձևաչափով, հենց ինքը համեմատական տարավ, այո, եւ արդյոք այդ մեկ կուսակցության ընտրությունների գնալը հենց այդ վտանգը չի ստեղծում, չէ՞ որ Մոլդովայում ամենախոշոր մրցակցին ուղղակի արգելեցին ընտրություններին մասնակցել, մյուսի ձայները չհաշվեցին։ Գրեթե վստահ եմ, որ նման փորձեր լինելու են։ Այդ առումով իհարկե վտանգավոր է։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ ես չի որ այդքան խելոք եմ ու վստահ եմ, կարծում եմ քաղաքական գործիչները իրենք էլ պետք է, հա, ունենան նման արդեն սցենարների համար տարբեր պլաններ, պլան B, G, D եւ այլն։ Իսկ Եվրամիության աջակցությունը կկարողանա Նիկոլ Փաշինյանին տալ այդ հնարավորությունը նաև 2026-ին վերարտադրվելու, թե այնպիսի չհատվող գծեր են հատվել, որ արդեն անկախ այդ քարոզչությունից, ագրեսիվ, հա, անկախ տեղի ունեցող գործընթացներից այնուամենայնիվ մարդկանց մոտ որոշակի արթնացման process է գնում։
Գիտեք, ես չեմ ուզում ոչ մեկին ոչ խաբել, ոչ էլ լինել, հա, սենց ինչ որ բան անհույս օպտիմիստ, թեև ես պեսիմիստ էլ չեմ։ Ես օպտիմիստ եմ, բայց ես ռեալ օպտիմիստ եմ։ Եվ ասել, որ հնարավոր չի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես դա չեմ ասի երբեք, բայց ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հավաքել 50+1։ Դա արդեն մի քանի տարի տեսնում ենք վարչական լծակների կենտրոնացմամբ, կիրառմամբ չեն կարողանում 25-ից բարձր։ Այդ եմ ասում, ես դա չեմ հավատում, բայց ասել, որ ինքը շանս չունի անցնի եւ այլն, կամ շատ չնչին է նրա ձայները, դա էլ է, հա, այդ ինքնախաբեություն է։ Ու այդպես ինքնախաբեությամբ գնալ ընտրության կարող է բերել նրան, որ կրկնվի օրինակ 21 թվականի սցենարը, որ կրկնվի Երևանի քաղաքապետարանի սցենարը։ Դրա համար պարզապես ոչ թե պետք է հույսեր ունենալ կամ մտածել, որ դե անհնար է, այլ պարզապես աշխատել ամեն օր, աշխատել ընտրազանգվածի հետ, աշխատել ոչ թե միայն խոսքերով, այլ շփումներով, շատ պարզ մարդկային շփումներով։ Տվյալ պահին ձեր դիտարկումներով ընդդիմությունը այդ ճանապարհով գնում է, սկսել է արդեն։ Կարծում եմ գոնե ինչ որ ուժեր, այո, տեսնում եմ։ Օրինակ մեր ձևովը, հա, փաստացի պերմանենտ մարզային այցերի մեջ է, ոնց որ թե նույնը անում են միասնության թևերը, կարծեք թե հա պարլամենտական ընդդիմությունը եւս ավելի իհարկե քիչ, շատ ավելի քիչ, ես կարծում եմ ամանորից հետո, տոներից հետո հույս ունեմ կավելանա այդ շփումը։ Նոր ինչ որ ուժեր կան, որոնք ակտիվ են, իհարկե այդ այցերի առումով ես հասկանում եմ դա նաև ռեսուրս է պահանջում, այդ ռեսուրսը հատկապես շատ նոր ուժերը այդքան չունեն, բայց այնուամենայնիվ պետք է փորձեն, հա, հնարավորինս յուրաքանչյուրը իր չափով ավելացնեն այդ շփումները։ Ընդ որում անպայման չի միայն մարզերում, Երևանում էլ։ Երևանը միշտ ավանդաբար համարվել է ընդդիմադիր։ Ես կարծում եմ հիմա, չէ, ես կարծում եմ հիմա էլ է ընդդիմադիր։ Ոչ թե միշտ, այլ հիմա էլ է ընդդիմադիր, բայց չկողմնորոշված զանգվածի հետ աշխատանքի առումով։ Իհարկե, բայց այդ եթե ընդդիմադիր է, դեռ չի նշանակում, որ ասենք ինչ որ այս կամ այն ընդդիմադիր հատվածը պետք է վստահ լինի, որ եթե դե Նիկոլ Փաշինյանին իրենց ձայնը չեն տալու, ուրեմն մեզ են տալու։ Այս անհույս ռոմանտիզմն է, էլի, որ բերում է խնդիրների։ Պարոն Քոչարյան մեր ձևով հայտարարեց, որ իրենք առանձին են գնալու, սա արդյոք ընդդիմության այդ միավորման օրակարգի։ Բայց առանձին ասել են, թե ասել են, որ ամենայն հարգանքով բոլոր նախագահներին 3 նախագահների հետ չեն գնալու։ Թե ոնց են մասնակցելու, չի նշանակում, որ առանձին են գնալու։ Ահա, կարևոր նկատառում է։ Ես ինչքան գիտեմ, չի ասվել, որ իրենք միայնակ են գնալու։ Իրենք ֆիքսել են, որ այո, 3 նախագահների հետ չեն գնալու։ Բայց դա հաստորեն միասնության օրակարգի համար վտանգ որպես այդպեսին չի ստեղծում։ Չէ։ Ես չեմ գտնում, որ դա վտանգ է։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կալանավորել։ Վերջին լուրը, որ լսեցինք, սիսական լեգենդար ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթն է, եւ սա քաղաքական տեխնոլոգիա է, թե իսկապես ավտորիտարիզմի շեմն ենք հատում։ Ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ եւ, որովհետեւ ինքը հատողը շատ դեպքերում, եթե դուք պատմությունը նայեք, իրենք չեն զգում երբ են հատում այդ շեմը։ Իրականության հետ կապն է կորել։ Եվ խնդիրը իրականության հետ կապը չի։ Խնդիրը նա է, որ այն որ ասում է հավեսի են ընկնում, որովհետեւ դա նաեւ տեխնոլոգիա է վախեցնելու, աչք վախեցնելու մարդկանց, որպեսզի սսկվեն, ձեն չհանեն, բայց մյուս կողմից 1, 2, 3, 4 դա իհարկե բերում է արդեն ոչ միայն ավտորիտարիզմի, այլ ես արդեն ասել եմ, ինքը Հայաստանի ուժային կառույցները նմանվում են գեստապոյի, միայն կոնցլագերներն են պակասում։
ես ինչքան հասկանում եմ, տեղ չկա։ Այդ մասին բարձրաձայնում էին, այո։ Եվ հետևաբար ինչպես է վերահսկելու իրավիճակը այդ պարագայում։ Չեմ կարող ասել։ Ռազմական դրություն են մտցնելու երկրում։ Վիսոցկին ասում էր ժրավ большое ему виднее, թող ինքը մտածի ոնց է վերահսկելու։ Ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառելով իրականում ինչ որ էներգետիկ այլընտրանքի ճանապարհ են ստեղծում, թե ավելի շատ այստեղ գործ ունենք հայ ժողովրդի վրա որոշակի տեխնոլոգիաների կիրառման, մտածելակերպի, հոգեբանության փոփոխման։ Տեսեք, եթե խնդիրը լիներ զուտ տնտեսական, ես կարող եմ օրինակ բերել Թուրքիայից բերվող ընդ որում տասնյակ տարիներ ապրանքները, որովհետև զուտ էմոցիոնալ ֆոնի վրա դու կարող ես զսպել մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, մի քանի տարի մաքսիմում, բայց եթե դա տնտեսապես ձեռնտու է, դա աշխատելու է վաղ թե ուշ։ Բայց ես վստահ եմ, որ սա տնտեսական որևէ նպատակ չի հետապնդում։ Սա զուտ քաղաքական ակցիա է։ Որովհետև կարող եմ այդ օրինակը հիմա բերել նաև հացահատիկի հետ կապված, հացահատիկի հետ կապված հասկանալի է, չէ՞ որ դա ադրբեջանական հացահատիկ չի, հասկանալի է, որ այդ հացահատիկը մինչև Ադրբեջանով գալը ուրիշ կերպ որ սոված չենք եղել, հաց ա մտել, չէ՞ Հայաստան, Ավելի կարճ, ավելի էժան ճանապարհով։ Ահա, այսինքն էս սենց այս հաց բերելը, հացահատիկ բերելը կամ ալյուր բերելը, չգիտեմ ինչն են բերում, դա զուտ քաղաքական ակցիա է։ Այս առումով իհարկե ինքը տեխնոլոգիա է, որ փորձում են, այսպես ասած, ուտացնել հասարակությանը, որ մենք կարող ենք, իհարկե կարող ենք, ոչ ոք չի ասում, որ պետք չի անել։ Այո, եթե դա ձեռնտու է Հայաստանի Հանրապետության, ձեռնտու է Հայաստանի քաղաքացիներին, դա ինչ որ պահի պետք է արվի։ Բայց նորից եմ կրկնում, ես մասնագետ չեմ, բայց ապրելի երկիր կուսակցության լիդերներից Մեսրոպ Առաքելյանը, որ տնտեսագետ է, բավականին լուրջ վերլուծություն էր արել կապված այդ բենզինի եւ ասում էր, որ Ադրբեջանը ինքը բենզին ներկրող է, ինքը նավթ արտահանող է, բայց բենզին ներկրող է։ Հատկապես պրեմիում տեսակի բենզին։ Խոսքը բարձրորակ բենզինի մասին է, Եվ փաստացի դա այդպես չի լինում։ Այդ միայն Հայաստանի հետ էր վերջին 3 տարում, երբ Ռուսաստանը սանկցիաների տակ էր, երբ մենք նույն ապրանքը համ ներկրող էինք, համ արտահանող, որովհետև մենք պարզապես տրանզիտ էինք աշխատում։ Եվ ոչ միայն մենք իդեպ նախկին խորհրդային հանրապետություններից Բավականին դրա հաշվին տնտեսական ցուցանիշներ են լուծեցին։ Այո։ Հիմա չեմ կարծում, որ Ադրբեջանը մեզ համար որպես տրանզիտ է։ Սա զուտ այս հարաբերությունների եւ այն քաղաքականության շարունակությունն է, օրգանական շարունակությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը սկսած 22 թվականի հոկտեմբերի, եթե չեմ շփոթվում, 10-ից, երբ Պրագայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Իսկ Ադրբեջանը ինչու պիտի այդ քաղաքական ակցիայում ներգրաված լինի, շահը օգուտը ո՞րն է, կամ ինչ նպատակ են հետապնդում։ Պահել Նիկոլ Փաշինյանին այստեղ իշխանության, որովհետեւ դժվար է ունենալ մեկ այլ խնդիրը նա չի, որ հաջորդ եկողը կլինի անպայման ռևանշիստ, ինչպես իրենք են ասում, կամ պատերազմ 20 զազերծի, խնդիրը նա է, որ դժվար է գտնել մեկին, որը ցանկացած քմահաճույք պատրաստ է անել։ Եվ նույնիսկ գերակատարել սպասելիքները։ Պարոն Քոչարյան, քանի որ դուք ասացիք։ Այո, դա իմ կարծիքն է։ Ամփոփենք հաղորդումը նաև տարին ենք ամփոփում, եւ որպես ամփոփում իշխանություն, ընդդիմություն, ինչպես են իրենք տարին ամփոփում քաղտեխնոլոգիա աչքերով։ Եվ ինչ խորհուրդ նաև Հայաստանի Հանրությանը եկող տարվան ինչին պատրաստ լինի։ Ցանկացած զարգացման։ Ամոր նյարդերով զինվենք։ Ցանկացած սկսած նորից եմ կրկնում 21 թվականի տարբերակից վերջացրած բավականին լուրջ ասենք փողոցային բողոք
բլոկներով եւ այլն եւ այլն։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ զրուցակիցներ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։